այս հարցի վերաբերյալ, գործի վերաբերյալ եւ ակնկալիքների վերաբերյալ դատարանից։ Հետո օրակարգային մի քանի հարցերի վերաբերյալ, որոնցով վստահ եմ դուք ասելիք կունենաք։ Խնդրեմ։ Հերթական իշխանական վախերի ցուցադրման շոուն է։ Առաջին օրից հայտարարել ենք, որ այս իշխանությունը ունի աննկարագրելի, անբնական վախ Սամվել Կարապետյանից, որովհետև Սամվել Կարապետյանը իր կյանքով ապահովել է մի բան, ինչպես կարելի արժանապատիվ ապրել եւ հայ տղամարդու գյուղում ծնված, գյուղում մեծացած հայ տղամարդու կերպարը, իմիջիալոց, որի կարիքը այսպես շատ ունենք։ Եվ երկրորդը, ինչքանով որ ես տեղյակ եմ, չասեն հիմա փաստաբանները դեռ բան չեն հայտարարել, բայց ինչքանով որ ես տեղյակ եմ, հերթական շինծու ոչ իր հետ կապ ունեցող գործ է, այսինքն 3-րդ, 4-րդ, 5-րդ կապով գտել են իրենց կարծիքով ինչ-որ բան, որը կարող է կպնել Սամվել Կարապետյանը։ Նկատի ունեք դրվագը, որը ավելացվել է, այսինքն փոփոխված մեղադրանք։ Այո։ Եվ ներողություն եմ խնդրում, եւ այստեղ մի շատ կարևոր հանգամանք, ես ուզում եմ, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները, ովքեր լսում են, ուշադրություն դարձնեն մի բանի վրա։ Սամվել Կարապետյանը, մի անգամ ասել եմ, կրկնում եմ, երևի թե այդպիսի հաշվարկ գոյություն չունի, ինչքան բարեգործություն է արել, բայց այս պահին էլ դեռ իր կարծիքը չի փոխել, որ բարեգործությունները չպետք է բարձրաձայնվեն, այսինքն ստացվում է իրենց խելքով, իրենց կարճ խելքով, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է շատ մեծ բարեգործությունների, բայց այստեղ ինչ-որ փողերի լվացումով զբաղվի, մի քիչ ծիծաղելի է, չի կարելի, այսինքն բաներ կա, որոնք որ լսելն է անգամ զզվելի։ Այսինքն այնքան անհիմնավոր են եղել պարոն Ղազինյան այն նախկին մեղադրանքները, որ նորեն են, հա, փորձում գտնել, որպեսզի գոնե դատարանին ինչ-որ մի թղթով համոզեն։ Տեսեք, իմ կարծիքով առաջին հոդվածը, որ դրվել է այդ սահմանադրական կարգի տապալման կոչը, միջին ծանրության արարք է։ Այսինքն այդ արարքով ընդհանուր նորմալ դատարանի պարագայում կալանք չի։ Կալանք կարելի է տալ, բայց չեն անում։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, որ մեկ անգամ տվեցին, երկրորդ անգամ այստեղ դատարանը որոշեց, որ այդ փողերի լվացումով գործը հիմնավոր կասկածով, որը ենթադրվում է, այո, որ չի կարող, երկրորդ անգամ տվեցին նույնով, երրորդ անգամ երկարացնել կալանքի ժամկետը այդ սահմանադրական կոչով, հիմա դուք պատկերացնում եք, այսքան ինչքան մարդ կա կանգնած։ Բոլորը գոռում են, այո, ես էլ եմ միշտ ասել, հիմա կրկնում եմ, մենք մեր ձևով մասնակցելու ենք այդ ամեն ինչին, այսինքն ցիտում եմ Սամվել Կարապետյանին։ Ճիշտն ասած, ընդհանրապես վախ չունենալն էլ ոնց էր ասում, հիմարության նշան է, բայց այս պարագայում չեմ վախենում, ինչի համար, որովհետև երբ որ մարդու խիղճը մաքուր է, երբ որ մարդը իր պետության կամ իր հավատքի նկատմամբ կատարվող ոտնձգություններին դեմ է կանգնում, կարծում եմ նորմալ մարդը չպետք է վախ ունենա։ Պարոն Ղազինյան, այս համատեքստում տեսնում ենք, որ Ռոմանոս Պետրոսյանը պարբերաբար փոքր